I'm a survivor, staying alive, do or die in my prime, I'm a fighter. Հասկացար։ Հեշտ է, էլի։ Good luck! Let's go, Park! Եվրատեսիլ 2025 երգի միջազգային մրցույթի եզրափակիչը, ինչպես արդեն նշեցինք, տեղի կունենա Բազել քաղաքում այսօր։ Deutsche Welle-ի լուսանկարների պատկերասրահում բոլոր մասնակիցները ներկայացված են բեմում հայտնվելու հերթականությամբ։ Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 18-րդ համարի ներքո։ Պարքև Վարդանյանը Հայաստանից կամ Պարգը համարի գրեթե կեսը վազել է վազքողու վրա։ Նախանձելի մարզավիճակ, գրում է Deutsche Welle-ն հայ երգչի լուսանկարի նկարագրության մեջ։ Նշենք, որ մրցույթը կբացվի անցյալ տարվա հաղթող Նեմոյի երգով, հաջորդաբար կներկայացվեն բոլոր մասնակիցները, իսկ ընդմիջման ընթացքում հանդես կգան Շվեյցարիայի նախկին ներկայացուցիչները։ Մրցույթը կարող եք դիտել ուղիղ եթերում տարբեր հեռուստաալիքներով և առցանց հարթակներով։ Հայաստանում այն կհեռարձակվի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Քվեարկությունը բաղկացած է երկու մասից՝ մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների ձայներից, բացի այդ մնացած աշխարհը կարող է քվեարկել առցանց։ Մրցույթի կարգախոսն է միավորված երաժշտությամբ, որը շեշտում է երաժշտության համախմբող ուժը։ Եվրատեսիլ 2025-ը նշանավորվեց ոչ միայն երաժշտական կատարումներով, այլև մի շարք ուշագրավիճ ճահառույց դեպքերով։ Այս տարվա մրցույթի ամենահետաքրքիր պատմություններից մի քանիսը շվեդիան ներկայացնող Kai կոմեդիա երաժշտական տրիոն հանդես է գալիս երգով, որը հումորով անդրադառնում է սկանդինավյան սաունայի մշակույթին։ Նրանց բեմադրությունը ներառում էր իրական սաունա, բիձի ճյուղեր և պարողներ սրբիչներով։ Չնայած երգի հումորային բնույթին, այն համարվում է ֆավորիտ հաղթանակի համար։ Իսրայելի մասնակցության շուրջ վեճերը։ Իսրայելը ներկայացնող Յուվալ Ռաֆայելը, ով Համասի հարձակման վերապրած է, հանդես է եկել երգով։ Նրա մասնակցությունը բողոքի ալիք բարձրացրեց կապված Գազայի պատերազմի հետ։ Չնայած բողոքներին, Իսրայելը շարունակում է մասնակցել մրցույթին։ Էստոնիայի երգը իտալական ստերեոտիպների շուրջ։ Էստոնիան ներկայացնող Թոմի Քեշի երգը քննադատության ենթարկվեց իտալական ստերեոտիպների օգտագործման համար։ Իտալիայի սենատի փոխնախագահը կոչ արեց արգելել երգն, այն անվանելով անհարգալից։ Մալթայի երգի անվան շուրջ վեճ։ Մալթան ներկայացնող Միրիանա Կոնտեի երգը վերանվանվեց անգլերենում հնչող անպարկեշտ բառի հետ համընկնելու պատճառով։ Այս փոփոխությունը բողոքի ալիք բարձրացրեց Մալթայում, այն անվանելով լեզվական խտրականությամբ։ Այս տարի մրցույթի կազմակերպիչները սահմանափակվել են բեմում միայն մասնակից երկրների դրոշների օգտագործմամբ։ Դե ինչ, գրեք ըստ ձեր կարծիքի, որտեղն է զբաղեցնելու այսօր Հայաստանը ներկայացնող Պարգի երգը։ Սպասում ենք մրցույթին, չմոռանաք իհարկե քվեարկել մեր մասնակցի օգտին ձեր երկրներից։ Պարգի երգը տոկունության և ներքին ուժի մասին է, այն ներկայացնում է պայքարը դժվարությունների դեմ և կոչ է անում երբեք չհանձնվել։ Երգում կա նաև հայերեն տող՝ լույսը հոգումս վառվող, ոչ ոք մարել չի կարող, որն ընդգծում է ազգային հպարտությունն ու ինքնությունը։ Նշենք, որ Պարգի Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլ 2025-ում իր երգով արժանացել է միջազգային մամուլի և երաժշտական փորձագետների ուշադրությանը։ Նրա ելույթը գնահատվել է որպես հուզիչ, տեխնիկապես բարձր մակարդակի և մշակված բեմադրությամբ։ BBC-ն բրիտանական հեռարձակողը նշել է, որ Պարգի կատարումը առանձնանում է հզոր վոկալով և հուզիչ բեմադրությամբ, որը կարող է գրավել ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի ուշադրությունը։ Eurovision World Եվրատեսիլի վերլուծաբանները կանխատեսում են, որ երգը կարող է հասնել եզրափակիչ փուլ, ինչպես արդեն տեղի ունեցավ, և պայքարել բարձր հորիզոնականների համար։ Եվրատեսիլի ֆան ակումբների կազմակերպության անդամների նախնական քվեարկության արդյունքներով
Հայաստանը գտնվում է լավագույն տասնյակում, ինչը վկայում է երգի և կատարողի նկատմամբ ունեցած վստահության մասին։ Որոնք են պարգի ելույթի առանձնահատկությունները։ Նախ, վոկալ կատարումը։ Պարգի կենդանի կատարումը գնահատվել է որպես տեխնիկապես մաքուր և հուզիչ։ Բեմում օգտագործվել են լուսային էֆեկտներ և տեսողական լուծումներ, որոնք ընդգծում են երգի թեմատիկայով փոխանցվող հույզերը։ Թեման դիմակայության, ուժի և հույսի մասին է, ինչը համընդհանուր թեմա է և կարող է հուզել տարբեր ազգերի հանդիսատեսին։ Միջազգային վերլուծաբանները կանխատեսում են, որ Հայաստանը կարող է բարձրացնել մեծ հորիզոնականներ։ Նախատեսվում է 6-րդ տեղը, սակայն եթե ելույթը լինի անթերի և կարողանա հուզել հանդիսատեսին, հնարավոր է նաև ավելի բարձր հորիզոնականներ։ Պարգի երգը Եվրատեսիլ 2025-ում համարվում է խոստումնալից մասնակցություն Հայաստանի համար։ Միջազգային արձագանքները դրական են և ելույթի հաջողությունը կարող է ապահովել բարձր արդյունք։ Երգը ներկայացնում է ժամանակակից փոփ երաժշտության և էթնո մոտիվների համադրություն՝ ընդգծված դաշնամուրային ու էլեկտրոնային հիմքերով։ Երգի կառուցվածքը հանգիստ բացումից դեպի հզոր քորուս ստեղծում է հուզական զարգացում, որն ամբողջությամբ արտացոլում է հայացք անցյալից ապագայի թեման։ Երգի միջնամասում օգտագործվում է հայկական դուդուկի հնչերանգ, ինչը Հայաստանը ներկայացնում է ինքնատիպ ու ճանաչելի ձևով։ Պարգի բեմադրությունն արժանացել է բարձր գնահատականի։ Պարային բեմադրություն չկա, ինչը ըստ բրիտանական լրագրող Ջեյմս Հերնի եղել է ճիշտ ընտրություն, քանի որ թույլ է տալիս լսարանին կենտրոնանալ միմիայն երգի խոսքերի ու